Եթերում Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստածրագրի շաբաթօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Զինված ուժերի առօրյա կենսագործունեությանը զուգահեռ անցնող շաբաթը հագեցած էր նաեւ մի շարք միջոցառումներով, բայց միշտ նրանց անդրադառնալը ներկայացնենք պաշտոնական լրահոսը։ Աշնանային զորակոչի ընթացքին եւ իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 13-ին այցելել է Հանրապետական կենտրոնական հավաքակայան։ Հավաքակայանում Պաշտպանության նախարարը զրուցել է զորակոչիկների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, ֆիզիկական կոփվածությամբ, կրթությամբ եւ մաղթել բարի ծառայություն։ Այնուհետև Պաշտպանության նախարարը զրուցել է ազգային բանակ զորակոչվող երիտասարդների ծնողների հետ եւ պատասխանել նրանց հարցերին։ Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել զորակոչիկների ծնողներին հայրենիքի պաշտպաններ դաստիարակելու համար։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունում դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը հանձնաժողովի նախագահ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։ Նիստի ընթացքում քննարկվել են 2011 թվականին կատարված աշխատանքները եւ 2012 թվականի աշխատանքային ծրագիրը։ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ հանդես եկել առաջարկություններով։ Փաստելով, որ հանձնաժողովի աշխատանքները թեև դանդաղ, բայց որոշակի արդյունք են տվել 2011 թվականի ընթացքում, նիստի մասնակիցները արձանագրել են, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներից տարվա ընթացքում Հայաստան է վերադարձել Արթուր Բադալյանը, եւս 3 հայ ռազմագերիների ադրբեջանական կողմը ուղարկել է երրորդ երկիր։ 2011 թվականի ընթացքում հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձրել 1 ռազմագերու, եւս մեկին էլ ուղարկել է երրորդ երկիր։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2012 թվականին հանձնաժողովը միջազգային կառույցների հետ համագործակցությունը ավելի է խորացնելու Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը եւս ապահովելու համար։ Նիստի ավարտին Պաշտպանության նախարարի հրամանով հանձնաժողովի մի քանի անդամներ պարգևատրվել են պատվոգրերով եւ գերատեսչական մեդալներով։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության ռազմական կցորդ գնդապետ Դովաս Խրիստոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության առնչվող հարցեր, ամփոփվել են 2011 թվականի ընթացքում կատարված աշխատանքները եւ քննարկվել 2012 թվականի ընթացքում պլանավորված միջոցառումները։ Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխհամագործակցության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 13-ից 14-ը Արցախում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Բացի մի շարք պաշտոնական հանդիպումներից, Սեյրան Օհանյանը եղել է նաև Պաշտպանության բանակի զորամասերում։ Արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում Հայաստանի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը մասնակցեց կապիտալ վերանորոգման ենթարկված զորանոցի բացման արարողությանը, գնահատեց կատարված աշխատանքների որակն ու հետաքրքրվեց պաշտպանական ոլորտում իրականացվող գործընթացներով։ Նույն օրը Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց բանակի հրամանատարական կազմի հետ եւ բանակաշինության վերաբերյալ մի շարք հարցերի շուրջ ներկայացրեց իր նկատառումները։ Այնուհետև նախարարը մասնակցեց Արցախի ազատամարտիկների միության 5-րդ համաժողովի աշխատանքներին։ Սեյրան Օհանյանը, ով միաժամանակ հանդիսանում է միության պատվավոր նախագահը, հանդես գալով ներկաների առջև բարձր գնահատեց հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության գործունեությունը եւ համոզմունք հայտնեց, որ ինչպես միշտ, այնպես էլ այսուհետ երեկվա պատերազմի մասնակիցները սրբորեն կպահեն հայրենիաց պաշտպանի պատիվը եւ իրենց գործունեությամբ օրինակ կհանդիսանան բոլորի համար։ Վերջում երկու հայկական հանրապետությունների պաշտպանական փոխհամագործակցության ոլորտում ունեցած ծանրակշիռ ավանդի համար Պաշտպանության նախարարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանին եւ Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հուշամեդալով։ Արցախ կատարած աշխատանքային այցի ավարտին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց բանակաշինությանն ու տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։ Պարոն նախարար, նախ երկու խոսք Արցախ կատարած ձեր հերթական այցի նպատակների մասին։ Մեր բոլորիս համար հասկանալի է, որ հայ ժողովրդի անվտանգության ապահովումը թե Հայաստանի Հանրապետության, թե Արցախի ղեկավարության եւ մանավանդ զինված ուժերի ղեկավարության ամենակարևոր խնդիրներից մեկն է։ Եվ Արցախ կատարած յուրաքանչյուր այցի հիմնական նպատակը անվտանգային խնդիրների համատեղ քննարկումներն են եւ իհարկե այդ շրջանակներում մենք այդ հարցը քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ, կիսվեցինք մեր մտորումներով եւ համատեղ մշակեցինք այն ուղիները, այն քաղաքականությունը, որով մենք պետք է առաջ ընթանանք
թե բանակի մարտունակության ամրապնդման ուղղությամբ, թե մեր սահմանների ինժեներական կառույցների սարքավորման, նրանց առավել այսպես արդյունավետ տեսք տալու, խորացնելու, թե մեր ազատամարտիկների նկատմամբ վերաբերմունքի, թե ընդհանուր առմամբ զորավարքային պատրաստականության, եւ այդ ամենի հիմքում ընկած է իհարկե մեր երկու զինուժների փոխգործունակությունը։ Պարոն նախարար, երկու հայկական հանրապետությունների զինված ուժերի միջև փոխհամագործակցությունը գնալով դառնում է առավել արդյունավետ եւ որ շատ կարեւոր է գործնական։ Այս համատեքստում ինչպես կգնահատեք անցնող տարում հայոց բանակի ձեռբերումները ընդհանրապես եւ պաշտպանության բանակին մասնավորապես։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակում այսօր բարեփոխումներ են ընթանում եւ բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը առաջատար չափանիշներին երկրագնդի վրա տիրող իհարկե տիրապետելն է, փորձի ուսումնասիրությունն է եւ իհարկե համակարծիք եմ ձեր հետ համագործակցության շրջանակներում լայն տեղ ենք տալիս փորձի ուսումնասիրմանը, ընդ որում նաև նշելով, որ պաշտպանության բանակի իր կայացման եւ զարգացման այսօր ընթացքում իր փորձը ունի եւ այդ փորձը միգուցե մի քիչ փոքր մասշտաբներով, բայց նաև որակական իր չափանիշներով եւ իրագործմամբ այսօր ընդունելի է աշխարհի բոլոր առաջատար բանակների համար։ 2011 թվականը թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, թե պաշտպանության բանակի համար եղել է ձեռքբերումների տարի, նախ եւ առաջ մենք կարողացել ենք պատվով իրականացնենք մեր սահմանների պաշտպանությունը եւ արձանագրենք, որ սահմանային խնդիրները այսօր ավելի դյուրին են լուծվում, որովհետեւ ինժեներական սարքավորումները ավելի հագեցված են այսօր։ Մենք կարողացել ենք արձանագրենք մարտական կարողությունների ընդլայնման խնդիրներ, թե զինված ուժերի պատրաստության, թե պաշտպանության բանակի ստորաբաժանումների ներդաշնակման եւ քանի որ տարին հայտարարված էր մարտական վարպետության մակարդակի բարձրացման տարի, լուրջ խնդիր է դրված եղել դաշտային վարժվածության եւ մանավանդ ստորաբաժանումների ներդաշնակվածության խնդիրների կատարումը հենց մարտական խնդիրների կատարման հատվածներում։ Իհարկե բարեփոխումները շարունակվելու են, բայց իրադրության վերագնահատումը, պաշտպանության ռազմավարական վերանայումը բերել է նրան, որ արդեն իսկ մենք լուրջ տեղ ենք տալիս ռազմավարական պլանավորմանը, բանակի երկարաժամկետ զարգացման ապահովման բոլոր միջոցառումներին։ Որքան բանակը թափանցիկ է դառնում հասարակության համար, կարծեք թե այնքան հասարակության բանջկոտությունը ավելանում է զինված ուժերի հանդեպ։ Ըստ ձեզ, սա օրինաչափ երևույթ է եւ եթե այո, ապա ինչպես եք վերաբերում դրան։ Միանգամից պետք է պատասխանեմ, իհարկե օրինաչափ երևույթ է։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը միշտ էլ բաց են եղել ժողովրդի հասարակության համար։ Ես մշտապես ասել եւ այսօր էլ պետք է կրկնեմ, որ այնտեղ որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են։ Հասարակությունը այսօր ուզում է բանակը տեսնել ավելի մարտունակ, բանակը տեսնել ավելի կարգապահ։ Իհարկե մենք կցանկանայինք, որպեսզի բանակ զորակոչվեին այնպիսի անձնավորություններ, քաղաքացիներ, որոնց վրա քիչ ջանք մենք գործադրեինք տարական խնդիրների լուծման, բարեկրթության նորմերի դաստիարակման, ավելի մեծ ուշադրություն դարձնեինք զինվորի մասնագիտության տիրապետմանը, զինվորի հմտությունների, ունակությունների սովորեցնելուն եւ ընդհանուր առմամբ կոլեկտիվների ներդաշնակման խնդիրներին, ցավոք սրտի մենք ջանք ենք գործադրում զինվորական բարեկրթության եւ ընդհանուր առմամբ մարդկային բարեկրթության այսպես մինիմալ տարերի ուսումնասիրմանը, բայց կարծում եմ, որ հասարակության պահանջը տեղին է, որ այլևս մենք պետք է այսպես մի կողմ քաշենք այն հասկացությանը, որ ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ բանակն է, քանի որ բանակային կյանքը տարբերվում է քաղաքացիական ազատ կյանքից, բանակը իր ռեժիմով, կարգապահությամբ, հրամանատարական ուղղահայաց ենթարկվածությամբ, օրվա
կարգացուցակով, ընդհանուր առմամբ բանակային առանձնահատկություններով այնպիսի միջավայր է, որտեղ որ ավելի արագ կարելի է ձերբազատվել հասարակությունից բանակ ներթափանցվող արատավոր երևույթներից եւ իմ ցուցումն է հստակ 2011 թվականի արդյունքները հաշվի առնելով 2012 թվականին մենք հենց այդ սկզբունքով աշխատենք, ձգտենք, որպեսզի բանակում թերությունները քիչ լինեն եւ միևնույն ժամանակ էլ մենք մեր հասարակությանը մանավանդ մեր զինծառայողների ծնողներին ներկայացնենք, թե ինչպիսի պայմաններում են զինվորները ծառայում, ինչպիսին է նրանց պատրաստության մակարդակը եւ արդյոք նրանք կարող են վստահ լինել, որ զինված ուժերը կարող են իրենց առջև դրված խնդիրները իրականացնել, բայց հաշվի առնելով նաեւ գոյություն ունեցող թերությունները եւ այդ թերությունների նվազման միտումը եւ նաեւ մեր անցած փորձը մենք կարող ենք միանշանակ ասել, որ եւ 3 մեզ պատրաստված պատերազմի ժամանակ եւ այսօր մեր զինված ուժերը մանավանդ պաշտպանության բանակը պատվով են կատարում մեր սահմանների պաշտպանությունը, մեր ժողովրդի անվտանգության ապահովման խնդիրները։ Շնորհակալություն, պարոն նախարար։ Շնորհակալություն։ Դեկտեմբերի 12-ին Պաշտպանության նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին հանրապետության զինված ուժերի հետագա զարգացմանն ու զորքերում կարգապահության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցում էին զորամիավորումների եւ զորամասերի հրամանատարների անձնակազմերի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները, զինվորական իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, զորամասերի հոգեվոր սպասավորները եւ հոգեբանները։ Հանգամանալից եւ ընդգրկուն ելույթով խորհրդակցությանը հանդես եկավ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Նախարարը շեշտեց, որ զորքերում թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկվող հետևողական քայլերի առումով նմանաբնույթ միջոցառումը պետք է բեկումնային նշանակություն ունենա։ Զինված ուժերում հիմնականում ավարտվել են ամփոփիչ ստուգումները, իսկ ներկայումս հրամանատարական կազմի ջանքերը նպատակաուղղված են նոր ուսումնական փուլի արդյունավետ եւ բովանդակալից կազմակերպմանը։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անդրադարձավ հանկարծակի ստուգումների նոր մարտավարությանը, որը զորքերում կկիրառվի հաջորդ 2012 թվականից։ Նախարարը հանգամանորեն վերլուծեց մի շարք մոտորաձգային գնդերում վերջերս իրականացված հանկարծակի ստուգումների արդյունքները, շեշտելով, որ հայտնաբերված թերությունները միանգամայն անհանդուրժելի են եւ պետք է անհապաղ վերացվեն։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններին, նրանց արտաքին տեսքին, հանդերձանքին, օրվա կարգացուցակին։ Վերոնշյալ գործոններով է մեծապես պայմանավորված զորամասերում առկա զինվորական կարգապահության վիճակը, որն անմիջականորեն անդրադառնում է զինծառայողների մարտական ոգու վրա։ Նախարարը խորհրդակցության մասնակիցների, առաջին հերթին հրամանատարների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների, ինչպես նաև հոգևոր սպասավորների եւ հոգեբանների ուշադրությունը հրավիրեց զինծառայողների հետ անհատական հետևողական աշխատանք տանելու անհրաժեշտության վրա։ Իրականորեն միջոցառումների ժամանակ օրինակ անձնակազմի գծով տեղակալում մենք մեր ջանքերը պետք է ուղղենք հետևյալ խնդրի ուղղությամբ, որպեսզի շաբաթվա ընթացքում զորամասերում, ստորաբաժանումներում եւ յուրաքանչյուր անհատի կողմից ստացված այդ լարվածությամբ, ստացված այդ նագրուսկայի ինչ-որ մի ձև անենք այդ մարդկանց։ 2011 թվականին արտակարգ պատահարները զորքերում նվազել են, սակայն ձեռք բերածով բավարարվել չի կարելի։ Այս առումով 2012 թվականին հարկ է հասնել զինվորական կարգապահության հետագա ամրապնդմանը։ Պաշտպանության նախարարը անդրադարձավ զինված ուժերում իրականացվելիք ամանորյա տոնական միջոցառումներին, շեշտելով, որ նախկինում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ արձանագրվում են հենց ամանորին։ Ուստի այդ օրերին, հատկապես մարտական հենակետերում, անհրաժեշտ է ուժեղացնել զգոնությունը եւ թույլ չտալ հակառակորդին ակտիվություն ցուցաբերել։ Նախարարը խորհրդակցության մասնակիցներին նաև իրազեկեց հաջորդ տարվա հունվար ամսին կայանալիք տոնական միջոցառումների մասին, որոնք նվիրված կլինեն ազգային բանակի կազմավորման 20-ամյակին։ Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն Պաշտպանության բանակում դեկտեմբերի 12-ին մեկնարկեցին հրամանատարական հավաքներ։ Դրանց շրջանակում Պաշտպանության բանակի բարձրաստիճան հրամկազմի, զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հետ աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հանդիպման ժամանակ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը համառոտ անդրադարձավ իր պաշտոնավարման ընթացքում հանրապետության զինված ուժերում կատարած աշխատանքներին, խոսեց բանակային փոխհարաբերություններում օրինապահության համակարգի կատարելագործմանն ու դրա զարգացմանն ուղղված գործընթացների մասին։
Ներկայացնելով բանակային կյանքում իրավական դաշտի ամրապնդման ուղղությամբ հանրապետության զինվորական դատախազության որդեգրած քաղաքականությունը, պարոն Կոստանյանն առանձնացրեց մի շարք կարևոր առաջնահերթություններ։ Մասնավորապես նա շեշտեց, որ բանակի յուրաքանչյուր զինծառայող պետք է գիտակցի իր պատասխանատվության աստիճանը օրենքի առջև եւ որ շատ կարևոր է, ամեն ոք պետք է հասկանա, որ ցանկացած օրինախախտում ենթակա է համապատասխան պատժի։ Բանակում անպատժելիության մթնոլորտը տեղ չունի եւ յուրաքանչյուր հանցանք պետք է արմատախիլ արվի օրենքի ամբողջ խստությամբ։ Այդ գործընթացն առավել արդյունավետ եւ նպատակային իրականացնելու համար արդեն ընդունվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան առավելագույնս սահմանափակել խախտումների հավանականությունը, ասաց զինվորական դատախազը։ Հանդիպման ընթացքում խոսվեց նաև հրամանատար ենթակա կանոնադրական փոխհարաբերություններում նկատվող թերությունների վերացման, ծառայողական քննությունների անթերի անցկացման, զորքերում իրավական աշխատանքների նպատակային կազմակերպման եւ ելի մի շարք թեմաների շուրջ։ Վերջում զինվորական դատախազը պատասխանեց ներկաներին հուզող հարցերի։ Դեկտեմբերի 5-ից Պաշտպանության բանակում մեկնարկել է 2011 թվականի ամփոփիչ քննությունների երկրորդ փուլը։ Նշենք, որ ամփոփիչ քննությունները ընդունում են բանակի եւ Պաշտպանության նախարարության ստուգող հանձնաժողովները, ներկայացնում են Արցախի մեր գործընկերները։ Ամփոփիչ քննությունները զինված ուժերում իրականացվող այն կարևոր միջոցառումներից են, որոնց արդյունքում պարզ է դառնում, թե տվյալ ուսումնական տարում որքան ճիշտ եւ նպատակային էին անցկացվում պարապմունքները, որքան պատասխանատվությամբ են տվյալ զորամասի կամ ստորաբաժանման զինծառայողները մասնակցել դրանց եւ որոնք են այն հիմնական ոլորտները, որոնցում դեռևս կան անելիքներ եւ որոնց ուղղությամբ պետք է առավել հստակ շեշտադրումներ կատարվեն 2012 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում։ Քննությունների ընթացքից պարզ է դառնում, որ զինծառայողները ամեն ինչ արել են իրենց մարտական վարպետությունը զարգացնելու առումով, գիտակցելով, որ ձեռք բերված յուրաքանչյուր նոր գիտելիք կամ հմտություն կարող է անհրաժեշտ լինել հավանական պատերազմի ժամանակ։ Հրամանատարության ուշադրության կենտրոնում են եղել մարտական պատրաստության բոլոր առարկաները, սակայն առավել մեծ ուշադրություն է հատկացվել գործնական պարապմունքներին, որոնցից օրինակ ներկա գտնվելով առանձին տանկային բրիգադներից մեկի մարտավարություն, մեքենավարում, ֆիզիկական եւ կրակային պատրաստություն առարկաների քննություններին, համոզվեցինք, որ անձնակազմը ջանք չի խնայել պատրաստության պահանջվող մակարդակ ապահովելու առումով։ Հանձնաժողովի անդամները ընդգծում են հատկապես զինծառայողների քննություններին գիտակցական վերաբերմունք ցուցաբերելու հանգամանքի մասին, ինչը նրանց կարծիքով վկայում է ուսումնական տարվա ծրագրային պարապմունքների արդյունավետության եւ հրամկազմի կողմից ծառայության ճիշտ կազմակերպման մասին։ Քննությունները ընթանում են բավականին բարձր մակարդակի, կազմակերպվածությունը նորմալ է, անձնակազմը տանկի MMA-ի պատրաստված են, աշխատում են, երևում է, որ ձգտում են բարձր ցուցանիշները, առավելագույն ցուցանիշներ ցուցաբերեն։ Տարվա արդյունքները լավ ցուցանիշներով են ամփոփում նաև փոխգնդապետ Արտակ Բուդաղյանի հրամանատարությամբ գործող զորամասի զինծառայողները։ Հանրապետության հարավ-արևելյան սահմանահատվածում իրականացնելով մարտական հերթապահություն, այստեղ լուրջ ուշադրություն են դարձրել նաև զորատեսակների եւ ծառայությունների կատարելագործմանը, մարտական պատրաստության պարապմունքներին, ռազմական տեխնիկայի եւ սպառազինության սպասարկմանն ու շահագործմանը։ Բնույթով լինելով համազորային, պաշտպանական շրջանում առանձնահատուկ ուշադրությամբ են մոտեցել համակողմանի գիտելիքներ ունեցող զինծառայողների պատրաստությանը, ինչի վկայություններից են քննությունների շրջանակներում զորամասի հրետանավորների ուսումնավարժական պարապմունքները, որոնց ընթացքում վերջիներս դրսևորում էին ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆիզիկական եւ հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ։ Քննությունների եւ ընդհանրապես բանակային ուսումնական տարվա արդյունքները դեռևս կարիք ունեն լուրջ վերլուծության եւ վերջնական գնահատականների, սակայն մի բան պարզ է՝ կա առաջընթաց բոլոր ուղղություններով եւ այդ առաջընթացը ապացույցն է այն բանի, որ զորքերում իրականացվող բարեփոխումները ընթանում են ճիշտ հունով եւ տարեց տարի ապահովում միավորումների եւ զորամասերի մարտական բարձր պատրաստականությունը։ Շարունակում ենք թողարկումը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով մինչև դեկտեմբերի 25-ը զինված ուժերի 27 զորամասեր պետք է ստանան մարտական դրոշներ։ Եվ ահա այս շաբաթ մարտական դրոշ է հանձնվել զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկին։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասի մարտական դրոշը զինվորական պատվի, արիության ու փառքի խորհրդանիշն է։ Այդ դրոշը յուրաքանչյուր զինծառայողի հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, արիաբար եւ հմտորեն պաշտպանելու, կյանքը չխնայելով հայրենի հողի յուրաքանչյուր հատվածը պաշտպանելու սրբազան պարտքի հիշեցումն է։ Եվ ահա այս բարձր պատվին օրերս արժանացավ նաև զինված ուժերի ուսումնական զորամասերից մեկը։ Արարողության ժամանակ կրկին վերհիշվեց ստորաբաժանման մարտական ուղին եւ այն նվիրյալ զինվորականների անունները, ովքեր կերտել են հաղթանակած ազգային բանակի նորօրյա պատմությունը։ Այսօր էլ այդ պատմության շարունակողները զինված ուժեր զորակոչված երիտասարդներն են, որոնց ֆիզիկական կարողությունները եւ ունակությունները հաշվի են առնվել ուսումնական զորամասում հնգամսյա դասընթացներ անցնելու համար։ Այդ ժամանակահատվածում տղաները տարբեր զինվորական մասնագիտություններ են յուրացնում, իսկ հնգամսյա ուսումնառությունից հետո ծառայությունը կշարունակեն այլ զորամասերում։
Հետևելով այս հնարքներին, որոնք ձեռք են բերվում երկարատև ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ, համոզվում ես, որ այսօր հաղթանակած բանակի ամրությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա։ Ուսումնական զորամասերում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում նորակոչիկ զինվորների կենցաղային խնդիրներին։ Այստեղ թե հանգստի, թե բարձրորակ սնունդ ստանալու համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները։ Զորամասի սոցիալ-կենցաղային ոլորտը կազմակերպված է այնպես, որ զինծառայողները բարձր տրամադրությամբ եւ պատրաստակամությամբ լծվեն գործին, ամբողջական ծավալով յուրացնեն ուսումնական ծրագրերը եւ բարձր մարտունակությամբ էլ համալրեն զինված ուժերի զորամասերը։ Մշակութաժամանցային պահերին էլ կարելի է թոթափել օրվա լարվածությունը, ամրապնդել ձևավորվող զինվորական ընտանիքի համերաշխությունը։ Այս տղաները հայրենիքի պաշտպաններն են։ Նրանց բախտ է վիճակվել ծառայությունը սկսել այն օրերին, երբ զորամասը արժանացավ մարտական դրոշի եւ հարկ է բարեխիղճ ծառայությամբ ապացուցել, որ այդ պատվին զորամասի անձնակազմը զուր չի արժանացել։ Ինչպես հանրապետության մյուս մարզերի, այնպես էլ Շիրակի մարզի երիտասարդներն այս օրերին համալրում են ազգային բանակի շարքերը։ Նրանք ևս քաջ գիտակցում են, որ հայրենիքի պաշտպանությունը սուրբ ու նվիրական առաքելություն է։ Առաքելություն, որը շուտով կստանձնեն նաև մարզի Ազատան գյուղի բնակիչներ, երկվորյա եղբայրներ Գրիշան եւ Գարիկը։ Զինկոմիսարիատներում զինակոչիկները վերջին ստուգումներն են անցնում բժիշկ մասնագետների կողմից, իսկ համապատասխան բաժիններում կատարվում է մեկնելուց առաջ վերջին նշումները անձնական գործերում։ Դրսում հավաքվել են զինակոչիկների ծնողները, հարազատները, բարեկամներն ու ընկերները։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի պատգամն է տալիս երիտասարդներին։ Կյանքի փորձ ունեցող հարազատներն ու բարեկամները միաբերան հաջող ծառայություն, խաղաղություն են ցանկանում զավակներին։ Նրանք համակարծիք են, որ զինվորական ծառայությունը կոպում է պատանուն, դարձնում իսկական տղամարդ։ Տղան պիտի գնա, իմ թորներիցս հետ ծառայում են։ Գնա տղամարդ դառնա, ամեն ինչով կազդուրվի, հայրական տունը ծաղկեցնի։ Զինակոչիկներից մեկի տատիկն էլ գտնում է, որ հայրենիքը պաշտպանելու համար զորակոչվող այսօրվա պատանիներն հայրենասիրության մասին խոսել չեն սիրում, սակայն անհրաժեշտության պարագայում կկարողանան զենքով տեր կանգնել յուրաքանչյուր մետր հողին։ Այստեղ կարևորվում է զինվորական ծառայությունը։ Ինքը իր դերը կունենա անպայման եւ տղաները, ովքեր հիմա արդեն զինակոչիկ են ու պիտի գնան հայրենիքը պաշտպանելու, բնականաբար ավելի լավ մարդ դարձած հետ կվերադառնան, կոփված։ Հենց այնտեղ գուցե պահեր լինեն, որ այդ հայրենասիրության զգացողությունը երևա, դրսևորվի։ Եթե բժշկական վերջին ցուցում նստածած հարազատների բարի օրհնությունը կրող այս տղաների համար զինվորական ծառայությունն արդեն սկսված կարելի է համարել, ապա Ազատան գյուղի բնակիչ երկվորյակ եղբայրներ Գրիշա եւ Գագիկ Քոչարյանները դեռևս հարազատ օջախում են, դեռևս իրենց մեծերի խորհուրդներն են լսում։ 2 տարի ժամանակահատվածով տնից միանգամից 2 տղամարդ է բացակայելու։ Ինչ խոսք, սա իր հերթին որոշակի խնդիրներ կբերի, եթե հաշվի առնենք, որ տղաները գյուղաբնակներ են, իրենց հոր թևուտի կունկը։ Ողջ ծանրությունը նորից հոր ուսերին կհայտնվի, ինչպես տղաների մանկության տարիներին։ 2 տարի դժվարություններ կլինեն, պարզ բան է, կհաղթահարենք։ Կյանքում ամեն ինչ հաղթահարել ենք, 2 տարին է հաղթահարենք, ամենակարևորը տղաներս առողջ ինչպես ճանապարհում եմ հայրենիքի պաշտպանությունը, այնպես էլ Աստծուց խնդրում եմ, որ առողջ վերադառնան ընտանիք։ Սա ինքնուրույն կյանքի առաջին փորձությունն է լինելու տղաների համար, դա էլ տղամարդու համար է։ Ես համոզված եմ, որ տղաներս պատվով կբռնեն այդ քննությունը, շարունակում է հայրը։
Նա հպարտ է եւ ուրախ, որ իր զույգ տղաները համալրելու են զինված ուժերի շարքերը։ Ուրախ եմ, ինչի ուրախ չեմ։ Ինչ խոր կան աշկելուս կուդան սեն զույգ տղա ես ունեցեք, ուրախանանք, կուդենք խմենք, մի ուրախ չպդենենք, բանակենք ճանապարհում։ Ծառայեն։ Տղաները եւս գիտակցում են, որ ծառայական շրջանն իրենց կյանքում նոր իրողության սկիզբն է հանդիսանալու, իսկ յուրաքանչյուր սկիզբ միշտ իր հետ որոշ դժվարություններ է բերում, թեկուզ եւ ժամանակավոր։ Դե դժվարությունն այն կլինի, որ անծանոթ միջավայր ես գնում, դե ընտելանալը հետո ավելի հեշտանագը, կարոդի հաղթահարումը։ Քույրը Թեմինեն փորձում է կատակով ցրել հուզմունքն ու շիրակցում բնորոշումով ներկայացնել առաջիկա 2 տարիներն առանց եղբայրների։ Շատ լավ։ Երկու տարի մենակ պետք է մնամ։ Սա անշուշտ կատակ է։ Իհարկե Թեմինեն շատ կտխրի առանց եղբայրների ու կկարոտի նրանց, սակայն մի ներքին հպարտություն է ապրում ու նույն կերպ ներկայացնում իր կարծիքը զինվորական ծառայության վերաբերյալ, որպես տղամարդու ձևավորման արգասիկ։ Բանակը շատ բան կտա մարդուն։ Հիմնականում որ 2 տարի իրանք կդրված են ծնողներից, ընտանիքից, էլ չկա, բաբան հարցերը կլուծե, բաբան էս կենե, բաբան են կենե, արդեն իրանք իրանց գլխի ճարը պետք է տեսնին։ Արդեն կասկնան որն է լավ, որն է վատ, կշփվին տարբեր բնավորության դեր մարդկանց հետ, ավելի լավ կճանաչեն։ Բնավորության տարբեր գծեր ձեռք կբերեն, գնում են իրենց ծնողների, իրենց ընտանիքի համար եւ եթե Աստված ոչանի կռիվ լինի, իրանք պատրաստ կլինեն պաշտպանելու իրենց ընտանիքը։ Շատ տղաներ այդ ձև կմտածեն, որ ոչ թե գնում են միայն բնավորություն փոխելու տղամարդ դառնալու, այլ նաև հայրենիքը պաշտպանելու։ Հաշված օրեր անց Գրիշա եւ Գագիկ Քոչարյանները եւս կթողնեն տունը հայրենի, որպիսի շատերի հետ պաշտպան կանգնեն երկրին։ Տղաները քաջ գիտակցում են, որ նաև իրենցից է կախված հայրենիքի հանգստությունը։ Այս շաբաթ դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 97 զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների համար օրը հագեցած էր տոնական տրամադրությամբ, նրանք բնականանամուտի բերկրանք ապրեցին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովը դեկտեմբերի 16-ին Երևանում մասնակցել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 97 զինծառայողների համար նախատեսված բնակելի շենքի բացման հանդիսավոր արարողությանը։ Շնորհավորելով բնակարանամուտը տոնող զինծառայողներին, Սեյրան Օհանյանը նշել է, որ զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերը, այդ թվում բնակարաններով ապահովումը, պաշտպանության նախարարության կարևորագույն խնդիրներից են եւ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Ուզում եմ այս պահին նաև կարևորենք Հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի այն քրտնաջան աշխատանքը, որ այսքան սուղ պայմաններում, ինչպես յուրաքանչյուր վերջին տարին, այս նույն դեկտեմբեր ամսին, այնպես էլ այս տարի 2011 թվականի դեկտեմբեր ամսին հնարավորություն ընձեռնեց մեր ծառայեկից ընկերներին այսպիսի ուրախություն պարգևել։ Շնորհավորում եմ ձեզ բոլորիդ, ցանկանում եմ հաջողություններ, ցանկանում եմ երջանկություն եւ նաեւ մեկ ուղղություն եմ ուզում տալ, որ երջանկության հետ մեկտեղ մենք այնպես պետք է անենք, որ յուրաքանչյուրի ընտանիքում երեխաների ճիչ միշտ լսվի, ծնվեն երեխաներ, ծնվեն տղաներ, ոչ մեկի համար դեռևս ուշ չի, որպեսզի մենք մտածենք մեր հայրենիքի ապագայի համար, մեր դեմոգրաֆիկ խնդիրները լուծելու համար։ Նորակառույց շենքի բացումից հետո սպաներն իրենց բնակարաններում հյուրընկալել են պաշտպանության նախարարին եւ բարձրաստիճան զինվորականներին։ Երկար ենք սպասել այս օրվան եւ ցանկանում ենք, որ բոլորի օջախներում այսպիսի բնակարանամուտ կայանա նամանավանդ նոր տարվա նախաշեմին։ Ծանոթանալով բնակարանային պայմաններին ու կատարված աշխատանքներին, Սեյրան Օհանյանը գոհունակությամբ արձանագրել է, որ սպաների համար նախատեսված բնակարանները կառուցված են շինարարական արդի չափանիշներով եւ ապահովված են անհրաժեշտ հարմարություններով։ Այսօրվա համար նախատեսել ենք այսքանը, իսկ վաղը կեսօրին հետևեք Զինուժի գիրակնորյա թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ եւ մինչ նոր հանդիպում։